Սրտի տանիքներով Մուսա Production ինձ համար ու շատերիս համար աշխարհի ամենապատասխանատու բեմն է, ամենատաքուկ անկյունն է, բայց դրա հետ մեկտեղ ամենաապահով։ Ու ես ուզում եմ ասեմ, որ այնքան երջանիկ եմ, որ հիմա թատրոնում դու ես, որովհետև մենք էլի գալիս ենք մեր Գրիգորիչի տուն ու մեզ տանն ենք զգում ու ապահով ենք զգում։ Ինձ համար այնքան կարևոր էր, երբ վերականգնում էինք թատրոնը, այսինքն պապայից հետո ամբողջությամբ քանդել ենք եւ նորից սկսել ենք զրոյից կառուցել, այնքան կարևոր էր պապայի շունչը պահել, որ մարդիկ լինեն բեմում, բայց մտածեն, որ ինքը հետևում է իր սենյակից տեսախցիկներով կամ այդ պատասխանատվությունը զգամ, որ զգում ես դու, այո, մեր բեմը բարդ բեմ է, թվում է թե փոքր է, բայց այդուհանդերձ շուրջ բոլորը հանդիսատես, շատ մոտ է հանդիսատես ու երբեք չես կարող ստել։ Ու այնքան ուրախ եմ, այս տարվա կարևոր ձեռքբերումներից մեկն է Ազատ զույգը ներկայացումը, որի գլխավոր հերոսը Նարիկ Զաքարյանն է, փառահեղ ես խաղում։ Շնորհիվ։ Առանց քեզ այդ ներկայացումը չէր լինի։ Առանց քեզ այդ ներկայացումը չէր լինի, դա միայն կարող էիր անել դու, այնքան ուրախ եմ, որ վերականգնվեց նաև իմ ամենասիրելի երգերից մեկը, որը դու երգում էիր դեռ կանաչ գոտի նախագծի ժամանակ ու պապան էլ շատ սիրում մոմադրություններ արել, ես շատ լավ հիշում եմ ոնց ենք մենք ամեն անգամ հավաքվում, որ կուլմինացիան վերապրելու բան չի փոխվել, հիմա էլ սպասում ենք այդ երրորդ տունը երբ է սկսելու, որ բոլորս միասին ասենք սան ինքնասեր եմ իսկական։ Ես քեզ շատ հանդիսատես տեսնի այդ ներկայացումը։ Ես էլ եմ շատ ուզում։ Ու շատ հանդիսատես ճանաչի քեզ այնպեսին, ինչպեսին գիտենք քեզ մենք։ Սիրում եմ քեզ։ Գիտես դու պրոդյուսեր ես, որը ֆանտաստիկ այս ամենտեղ է ասում եմ։ Մամ մարդիկ թող չմտածեն, որ ես այդտեղ խաղում եմ իմ ներկայացումը, որը ինձ երջանկություն է ապարգևում, բայց ես անկեղծ եմ ասում։ Թատրոն ղեկավարելը դա շատ բարդ է։ Գիտես զեկուցագրերով դու այդ մարդկանց հետ չես կարող խոսել։ Այդ մարդիկ քեզ պիտի սիրեն։ Ես ամեն անգամ, չէ՞ որ թատրոնի ներսում ես շփվում եմ եւ տեխնիկական կազմի հետ եւ մարդիկ ովքեր որ բեմում չեն երևում, մանա իրենք բոլորը քեզ սիրում են։ Ես էլ իրենց։ Գիտես շատ դժվար է լինել ընկեր, բայց միևնույն ժամանակ, որ այդ մարդիկ ունենան այդ մեծ պատասխանատվության զգացումը։ Ես տեսնում եմ, թե իրենք ինչ պատասխանատվությամբ են անում ամեն ներկայացումը, վերաբերվում ամեն փոքրիկ նյուանսի, որ թատրոնը սենց փայփայելով պահեն։ Ու դա նաև քո հանդեպ սիրուց ու հարգանքից է գալիս, գիտես։ Այստեղ ոչ միայն իմ հանդեպ, այլ թատրոնի նվիրյալներն այսօր թատրոնում աշխատում, ինչպես աշխատել են 3 ու միայն նվիրյալների աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք ստանալ լավ ներկայացումներ, լավ նախագծեր, ցավոք, այո, թատրոններում շատ բարձր չեն աշխատավարձերը ու միայն այստեղ աշխատելով մարդիկ չեն կարող իրենց ընտանիքը պահել ու հետևաբար միայն շատ մեծ սիրո շնորհիվ է, որ իրենք այդքան լավն են ու այդքան լավ աշխատում են հանուն թատրոնի, հանուն մշակույթի ու հայկական ամեն ինչի, ինչը մենք փորձում ենք պահպանել ու փոխանցել արդեն հաջորդող սերունդներ։ Ման, ոնց ես կարողանում այդ բալանսը պահես տնօրեն լինելով։ Երբեմն ուզում եմ ուղղակի բարձր լացը։ Չեմ դիմանում, այո, շաբաթվա ընթացքում ժամեր են լինում, որ հասկանում եմ, որ հոգնել եմ շատ գեր ծանրաբեռնված եմ, ինչի համար եմ անում, հանուն ինչի հասկանում ես այն գնահատանքը, այն գնահատականը, որին դու օր ու գիշեր սպասում ես, էլ չես լսի, այն մարդուց ումից ուզում ես լսել, էլ չես լսի ու ամեն նախագծի ավարտից հետո դատարկություն, խայտառակ ցավոտ դատարկություն եմ զգում։ Այն ծափահարությունները, որ լսում եմ, որ բոլորը գալի շնորհավորում են, ես ուզում եմ գնամ տուն, փակվեմ իմ սենյակում ու գոռամ, լացեմ, որ այն մարդը չկա, ով կասի ապրես բալես կամ նկատողություն կանի, կքննադատի։ Բայց հետո հասկանում եմ, բա եթե ես չանեմ, ով կանի։ Ու մեջքս ուղում եմ, էլի գնում եմ աշխատանքի։
Բայց ես քեզանով հպարտանում եմ ու շատերս ենք հպարտանում քեզնով։ Ես անկեղծ եմ ասում, դեռ չի եղել մի վայրում, որ մենք խոսենք երգի թատրոնի մասին, քո մասին ու չասենք, որ ապրի մեր մանեն։ Որովհետև դու Արտուր Գրիգորիչի մեր շատ սիրելի արժանի ժառանգն ես, անկեղծ եմ ասում։ Ոչ մեկ, այնպես ոնց որ դու ես փայփայում, այն որակյալ երաժշտությունը, որ այդ պատերից ներս է հնչում, որ մենք գալիս ենք ոնց որ գիտես մաքրազերծվենք։ Երբ որ ես երգի թատրոնում ներկայացում եմ նայում, ես ինքս մաքրվում եմ։ Ինձ թվում է տարիները չեն եղել ու ես տարիներով հետ եմ գնում, զգում եմ որ ոչինչ չի փոխվել ու մենք այն ժամանակ ավելի լավն էինք։ Այդ ամենակարևոր բանն է, որ մենք պահում ենք, այսինքն մաքուր լավ երաժշտություն հնչի, կենթանի հնչողությամբ, անգամ եթե երգչուհին կամ երգիչը գալիս են ասում են ձայնս կտրված է, պետք է երգես։ Ինչ էր անում պապան, երգացնում էր բոլորին։ Հիմա պապայի փոխարեն բեմն է։ Բեմը ձեզ կերգացնի, հավաքվեք ու դուրս եկեք բեմ։ Տենց բան չի եղել, որ բեմի վրա բեմին երգչուհին դերասանը ցույց տա իր թուլությունը կամ այդ օրը վատառողջ լինելը, որովհետև բեմը այդ ուժը տվել է։ Ու բացի թատրոնից նաև այդ լավ երաժշտությունը շարունակում ենք ուսուցանել, դասավանդել ու կրթել սերունդներ արդեն Արտուր Գրիգորյանի երգի ակադեմիայում, որտեղ տարբեր բաժիններ ունենք, թե փոփ, էստրադային, թե Միջայլոց ինձ անդադ հարցնում են քանի տարեկանից է ընդունելությունը 5 տարեկանից է, 5 տարեկանից է ընդունելությունը ու մինչև ասում են իսկ ամենաշատը քանի տարեկանում, ասում եմ, եթե 40-ում էլ ուզում ես երգել, արի երգի, եթե կարող ես ու ինչ պատճառներով այդ հնարավորությունից զրկված ես եղել, երբեք ուշ չի։ Բայց սկիզբը 5 տարեկանից, թեև մտածում ենք ինչ-որ մանկական, ավելի փոքրիկների համար կրթական ծրագրեր, ոչ թե ամբողջությամբ այդ կրթական ծրագիրը ներկայացնել, այլ կարճ 3 ամսով ինչ-որ հետաքրքիր խաղային դասեր անել, բայց ստուդիայում է ժողովրդական երգի բաժնում, էստրադային երգի բաժնում փորձում ենք ամեն դեպքում ամեն ինչ անում ենք, որ լսեն, սովորեն միայն լավ երաժշտություն, որակյալ երաժշտություն։ Այ գիտես, որ ասեցիր այդ բուրըն ծափահարություններից հետո դատարկություն է զգում, որտեղ Գրիգորիչի կարծիքը, գիտես, ես հիշում եմ, որ իր սենյակ մտնելուց առաջ, երբ որ պիտի ծեծեինք դուռը, բոլորիս արյունը սառչում էր երակներում։ Այդ թվում նաև իմ։ Գիտես ման, որովհետև իր կարծիքը մեզ համար շատ կարևոր էր։ Հիմա իր կարծիքը մեր յուրաքանչյուրիս կյանքում շատ պակասում է, որովհետև իր մի բառը այնքան արժեքավոր էր մեզ համար։ Ու ես հիշում եմ, երբ որ մենք առաջի անգամ գնացինք 4 տարբերակով կորպորատիվ երգելու, իրենից գաղտնի։ Գիտես, ես բարձրացա աստիճաններով այդ ռեստորանի ու վազեցի հետ։ Ես այդ պահին հասկացա, ինչ էր նշանակում, երբ որ Գրիգորիչը ասում էր այդ դանակ պատառաքաղների ձայների ներքո չի կարելի երգել։ Դուք արտիստ եք։ Դա շշմելու է բոլորս ենք կարոտում իր խոսքին։ Շատ եմ լսում սաներից, որ գնալով էլ ավելի կա կարիքը։ Ես ինքս բնականաբար դա զգում եմ, բայց նաև լսում եմ տարբեր, թե հաղորդավարներից, թե երգիչ, երգչուհիներից, դերասաններից։ Ցավոք չկա այդ մարդը ում կարծիքը հիմա նույնքան կարևորում են ու կլսեն, հուսով եմ մեկ օր կլինի ու կմաքրի, հա, մեր հայկական երգարվեստը այն կեղտից, որը հաճախ վերջին շրջանում լսում ենք։ Ման, այս նայում էի, որ իմ շատ սիրելի նախագիծը հենց այնպես է, որը դու ստեղծել ես, ու որը որ կարծում եմ, օրինակ չգիտեմ, ինձ համար եթե մրցանակաբաշխություն չեմ ուզում ոչ մրցանակաբաշխության անդրադառնամ, բայց ինձ համար լավագույն YouTube-յան հաղորդումն է, որովհետև ինքը շատ մեծ սեր է վայելում, տարիքային սահմանափակում չկա, ու այն ջերմությունը, այդ պոզիտիվ ժպիտը, որը որ մեզ կյանքում չի հերիքում, մենք ստանում ենք քո ծրագրից։ Ու մարդիկ այդտեղ այնպիսին են, ինչպիսին որ իրենք կան։ Առանց ֆիլտրների, իրենք չեն վախենում հարցեր, որոնք իրենք խուսափեն պատասխանել կամ հարցաքննության գուցե կենթարկվեն։ Իրենք ուղղակի շատ ազատ են, իրենք են։ Իրենք հիմնականում իրենց տանն են, իրենց միջավայրում են։ Ես էլ փորձում եմ նախքան, հա, արդեն ձայնագրությունը իրենց
այդ կոմֆորտ Զոնան զոնայի մեջ ստեղծել։ տեղավորել, որ հանգիստ լինեն ու չվախենան տեսախցիկներից, շատ հաճախ ինձ ասում են ինչու հանդիսատեսով չես անում։ Ես վախում եմ կորցնեմ այդ իրանց բնականությունը, որը շատ կարևոր է փոխանցել հանդիսատեսին։ Իսկ ամենակարևոր մրցանակը իրականում են մեծ սերն է, որ վայելում է նախագիծը ու շատ ուրախ եմ, որ այն ինչ ուզում էի անել, այսինքն իմ սիրելի մարդկանց ներկայացնել այնպեսին, ինչպեսին կան, որովհետև շատ հաճախ տարբեր հարցազրույցներում այնպես է ստացվում, որ այս կամ այն արտահայտությունը դառնում է խորագիր կամ քննարկման, հաճախ նաև քննադատման առարկա ու սկսում են cancel անել, հա, չսիրել, չեղարկել այս կամ այն համերգներին, նախագծերին ու միանգամից կարծիքը փոխվում է, ասում եմ, չէ, ինձ շատ էին ասում, օրինակ այս մարդը սենց հա, չէ, ասում եմ, չէ։ Ու հենց այնպեսի կարևոր նպատակը է դա եղել իմ սիրելի մարդկանց ներկայացնել այնպեսին, ինչպեսին կան ու շատ ուրախ եմ, որ ստացվել է, որովհետև շատ մարդկանց նկատմամբ կարծիքը փոխվել է հենց այնպեսից հետո։ Գիտես, ինձ թվում է, եթե օրինակ մենք կմտածենք այս հյուրը կգա, այն հյուրը չի գա, քեզ մոտ բոլոր հյուրերը գալիս են։ Գալիս են մեծ սիրով։ Դա իհարկե դու ես, դա իհարկե նաև երգի թատրոնն է ու մեր սիրելի Արտուր Գրիգորիչն է, բայց ես տեսա, որ քո սթորիներից մեկում, որ մաման նայում էր քո հաղորդումը։ Հա, մաման իմ ամենամեծ քննադատն է, հա, միշտ իր խոսքը լսում եմ, նախադիտումը անում եմ մամայի հետ, եթե անցնում եմ, հա, այդ քննությունը նոր հեռուստադիտողին արդեն հեռուստադիտող չէ, հենց այն YouTube-ա դիտողներին հանձնում եմ հաղորդումը։ Շատ սուր է, նաև բնականաբար այդ սերունդի մարդիկ այլ են։ Ես մամայից շատ եմ սիրում ու իր խոսքը շատ եմ կարևորում, որտեվ ծյոծիրան միշտ գալիս էր, միշտ բոլոր համերգներին ներկա էր, միշտ Գրիգորիչի մեջքին կանգնած, բայց այնքան զուսպ ու ինտելիգենտ ու արիստոկրատ կին, որի կարծիքը մենք, որի հայացքն էինք ուզում որսենք։ Ու պապան էլ էր միշտ փնտրում իր հայացքը, ինքը մամայի քննադատությունը կամ գովքը հասկանում էր հայացքով ու միշտ լսում էր մամային, իսկ մաման հաճախ ամեն օր չէր ասում։ Եթե ասում էր, ուրեմն պապան հետևում էր իր խորհուրդներին ու այս կամ այն համերգը կամ ներկայացումը փոփոխում էր այդ տարբերակում։ Ման, այսօր որ շատ կոտրված ես լինում, շատ էմոցիոնալ ես լինում, մամայի հետ ես կիսվում։ Թե խնայում ես իրեն։ Չէ, մամային փորձում եմ ցույց տալ, որ ամեն ինչ միշտ շատ լավ է։ Չէ, մամ, ամեն ինչ շատ լավ է իրականում, բայց երբեմն լինում են այդ թույլ պահերը, որի ժամանակ որևէ մեկին չեմ ուզում տեսնել, լսել, մնում եմ ինքս իմ պապայի հետ։ Իր հետ ես խոսում։ Միայն ու այդ բայց ինձ թվում է ինքը քեզ լսում է, գիտես, անկեղծ եմ ասում։ Ես վստահ եմ։ Իսկ որոշ նշաններ որսացել ես կյանքիդ մեջ։ Եղել եմ, ոյ, հա։ Չեմ կարող պատմել ինչ է եղել, բայց այնպիսի նշան է եղել, որ sense շոկի մեջ էինք ամբողջ ընտանիքով, ես, մաման ու եղբայրս ուշքի չէինք գալիս, որովհետև այդ հենց այնպես չէր, այդ ինքն էր։ Իսկ էմոցիոնալ պահեր լինում են, որ երբ թուլանում եմ, երբ ուզում եմ հանձնվեմ, հաստատ մի բան վերևից զգում եմ, որ շատ արագ անցնում եմ էլի այն ուժեղ մանեին։ Հանձնվել չկա։ Ինքն է, հանձնվելու իրավունք չունես, տան մեծը դու ես։ Ման գիտես ինչի, որովհետև այն մարդիկ, ովքեր որ մեզ համար ուժեղ են, ու երբեմն իրենց փխրուն ուսերին վերցնում են շատ ծանր բեռ, այ դու ինձ համար կողքից որ ես քեզ միշտ նայում ասում հիանում եմ, անկեղծ եմ ասում հիանում եմ քեզանով, թե դու ոնց ես կարողանում թատրոնը տենց պատվով քո ուսերին տանել ու անդադար գտնել նոր նախագծեր, նոր կրեատիվ մտքեր, որովհետև դու ամեն անգամ անում ես նոր թարմ բաներ ու անսպասելի լուծումներ։ Կեցես, հիմա սա գովասանքի ինչ-որ բան չի, բայց ես դա տեսնում եմ, ասում միշտ ուժեղ մարդու հետևում նաև շատ փխրուն հոգի է թաքնված։ Դու շատ էմոցիոնալ ես, դու շատ նրբանկատ ես ու նաև ինձ համար ֆանտաստիկ մամա ես։
Երբ որ ես նայում եմ քեզ ու Կայային, ու նայում եմ Կայային բեմում, ու նայում եմ Կայային ընկերների հետ շրջանակում շփման, հա, ու երգի թատրոնի, ինքը այնքան համեստ, այնքան անուշ երեխա է։ Ինքը չես գում, որ Կայան Գրիգորիչի թորն է, Մանեի աղջիկն է, այսինքն ինքը ամենահամեստն է։ Վերջին զրույցներից քեզ պատմեմ, երբ հունվարի առաջին օրերն էր, արդեն պապան վատառողջ էր ու 1 ամսից եղավ են ինչ եղավ, բայց այդ վերջին զրույցներն էր, որ շարունակում նույն կերպ մնալ։ Կայան շատ բարի է, շատ խելացի է, շատ համեստ է, բայց նաև շատ անչափ բարի է։ Երբեմն ջղայնացնում է մամաներին այդ անչափ բարի լինելը երեխաների, հատկապես երբ տեսնում ես, որ այդ տարիքի երեխաները արդեն երբեմն անգամ այդ բարությունը շահագործում են։ Հա։ Ու նաև այդ շրջանում, խոսքը այս օրերի մասին չի, այդ շրջանում նաև շատ երեխա էր։ Արդեն իր դասարանցիները կամ ընկերները արդեն այսպես մեծացել է, ես չի ուզում ինքը շուտ մեծանա։ Ամենևին դրա մասին չէր խոսքը, բայց կարևորը որ մի վստահիր բոլորին, մի սպասիր բոլորից այն, ինչ դու կանես բոլորի համար։ Ու ջղայնանում եմ, ասում եմ, կայ չի կարելի այդքան բարի լինել։ Պապան, մատը, վերջին ջղայնանալն էր իմ վրա, պապայի։ Մատը բարձրացրեց, ասեց չփորձվես, երեխուն փոխես։ Մի անգամից բնականաբար ձայնս կտրեցի ու էլ երբեք չխոսացի դրա մասին, հակառակը ասում դու եղի բարությունը բումերանգի պես հետ կգա։ Չնայած պապան էր միշտ տենց մեզ ասում էր ես ես լավությունը անեմ, ես բարությունը անեմ, Աստված կվերադարձնի կամ տիեզերքը, բայց իր հետ շատ անարդար գտնվեց տիեզերքը, շատ շուտ տարավ մեզնից, բայց փոխարենը մենք, ես ու եղբայրս, ամեն ինչ անում ենք, որ գոնե իր ստեղծածը, իսկ ինքը ստեղծել է ու թողել է հայությանը շատ մեծ ժառանգություն, երաժշտություն, քեզ չեմ նայում, որ չհուզվեմ։ Փորձում ենք պահպանել ու ամեն ինչ անել, որ գրագետ փոխանցել հաջորդ սերունդներին, որովհետև կան այս օրերի, այս ժամանակների նախագծեր ու կան ապագայի նախագծեր, որոնք շատ ավելի զգուշությամբ ենք փայփայելով ենք ներկայացնում, որոնց մասին կխոսենք։ Մենք սրտատրապ կսպասենք այդ նախագծերը։ Ես միշտ մտածել եմ, գիտես, դու ավելի շատ բնավորությամբ նման ես Գրիգորիչին, իսկ Նարեկը նման է ծյոծի Ռային մամային, ճիշտ եմ, թե չէ։ Հա։ Ուղղակի իմ ու պապայի տարբերությունը այն է, որ ես երևի չեմ ներում։ Ես երկրորդ հնարավորություն չեմ տալիս մարդկանց, որոնք հիասթափեցրել են, իսկ ինքը միշտ տալիս էր։ Ես չեմ տալիս այդ երկրորդ հնարավորությունը մարդկանց, որոնք ցավացրել են, իսկ ինքը միշտ տալիս էր։ Ու երևի այդքան էմոցիոնալ չեմ, այս շատ պրագմատիկ եմ, իսկ ինքը շատ էմոցիոնալ։ Ինքը միշտ սպասում էր բոլորից, Կայան շատ նման է։ Ինքը բոլորից սպասում էր այն վերաբերմունքը, որը ինքն էր տալիս, բայց կյանքը ցույց է տալիս, ցույց է տվել, իրեն էլ է ցույց տվել։ Իսկ ես տեսնում եմ մի անգամից ու էլ հեռու երջանիկ եղեք, հեռու։ Մոտ պահում եմ միայն շատ կարևոր մարդկանց։ Սիրելիներս, մեր լավագույն ընկեր Ամիոբանկը սիրով շնորհավորում է բոլորիդ ամանորն ու սուրբ ծնունդը, թող որ 2026 թվականին ձեր երազանքների ուղևորությունները անթիվ լինեն, իսկ Ամիոբանկը իր Visa Platinum քարտով ձեր ճամփորդությունները կդարձնի էլ ավելի ուրախ, էլ ավելի տոնական ու անհոգ, որովհետև դուք կուղևորվեք ճամփորդությունների ձեր լավագույն ընկեր օգնականի հետ։ Ամիո, սիրում ենք ձեզ։ Ես գիտեմ, թե Գրիգորիչը ինչ
քնքշությամբ էր քեզ վերաբերվում։ Դու իրա թուլությունն էիր ինձ թվում, հա։ Նոր վերելակի մոտ քեզ պատում էի, որ Գրիգորիչը քեզ համար, ես հիշում եմ տարիներ առաջ դու ինչ որ սապոկներ էիր ուզել ու ինքը Միացյալ Նահանգներից գալուց ձեռքով այդ բերել էր քեզ համար։ Ու ասում էր, որ ոչ ոք չի բերել, իրան ոչ ոք չէր հետաքրքրում, կարևորը մանեի սապոկներ ուզած բերել տեղեր հասցրել։ Բայց դրա հետ մեկտեղ քեզ մոտ առաջին հարաբերությունները սերը Կայայի պապայի հետ չստացվեց։ Դու ինքդ եկար այդ որոշմանը։ Միասին եկանք, խոսելով իմ ու պապայի այդ անսահման մեծ սիրո մասին, հա, ես իր թուլությունն էի, բայց ինքն էլ իմ թուլությունն էր ու թուլությունն է։ Ինքը այնքան իմ համար իդեալական ամուսին, հայր, ղեկավար է եղել, որ ասում են ինչ են քո սպասումները այդքան մեծ մարդկանցից, ասում եմ, որովհետև իմ ընտանիքը եղել է պապան, ես տեսել եմ ռոլ մոդելը, հա, պես մարդ ում նման կուզեի լինեին նաև ինձ շրջապատող մարդիկ, ու այստեղ միայն հարաբերությունների մասին չի խոսքը, որովհետև միայն հայր չի եղել է շատ մտերիմ ընկեր, COVID-ի տարին շատերի համար իհարկե շատ դժվար տարի էր, բայց մի քանի ամիս է, առաջին մի քանի ամիս է, երբ նա առողջական խնդիր ուներ, որի համար շատ կատեգորիկ զգուշեինք բոլորս, հանկարծ չվարակվենք, որ պապային չվարակենք, մաման պապան ու թոռները տեղափոխվել էին ամառանոց, մենք էլ ուղղակի մենք գալիս էինք աշխատանքի դիմակներով, ձեռնոցներով ու գնում էինք ամառանոց, այդ մի քանի ամիս ամառանոցում ապրելու բժնիում։ Երևի մեր կյանքի ամենաերջանիկ ջերմ ամիսներն են եղել, որոնք ինչ լավ է, որ եղել են, որ այդքան շատ ընտանիքով միասին ենք եղել, ու շատ խոսել ենք, շատ կիսվել եմ ես բաներով, որոնք դրանից առաջ չէի ասել, որովհետև ինչ անձնական խնդիրներ ունեի, վերևը ամառանոցում փակված էի, որովհետև իրեն ստել հնարավոր չի, դու գիտես, լինես աղջիկը, լինես ուսանողը, ինքը ռենտգեն միանգամից տեսնում էր, եթե ես մի պահ իջնեինք, միանգամից կտեսներ։ Երկու օր տենց փախա, բայց վերջում իջա ասի, արի պատմեմ քեզ ինչ ա եղել։ Անձնական ոչ թե տղամարդու կամ տղայի հետ կապված, այլ խնդիր էր, որին ինքը շատ ժպիտով ճիշտ խորհուրդները տվեց ու ազատեց ինձ այդ ծանր բեռից, որ ես զգում էի այդ օրերին, այդ բացասական էներգիան այնքան արագ անցավ, ու ես սկսեցի կրկին ապրել, հա, այնքան լավ էր, այդ ամենաշատն եմ կարոտել, իսկ Կայայի պապայի հետ չստացվեց, ինչը լինում է հաճախ, բայց շատ ես Կայային միշտ ասում եմ, որ ես շատ եմ ուզում, որ քո պապայի ընկերությունն էլ նույնքան ջերմ լինի, ոնց ես եմ ունեցել, որովհետև միևնույն է աղջիկը համար պապան ուրիշ է, պապայի համար աղջիկն ուրիշ է։ Ման, իսկ ինչի դա նշեցի Գրիգորիչի հետ քո այդ մեծ կապվածությունը, դու իրան հեշտությամբ խոստովանեցիր, որ չստացվեց ու ինքը ոնց արձագանքեց դրան։ Գիտեմ, որտեվ շատ տալիս, որովհետև հա ինքը երևի շատ ավելի շուտ էր հասկացել դա, քան ես այդ որոշումը կայացրել էի։ Ու ինքը Միացյալ Նահանգներում էր այդ օրերին, երբ որ ես արդեն եկա մերոնց տուն, ու մեկ զանգեցինք, խոսացինք, տանն ես, դավթաշեն ես, ասում հա բա, արդեն երրորդ անգամ հարցնելու կարիք չկար, ինքը եկավ, ասեց հաստատես, որոշե, միայն աջակցեց, ոչ թե որ ճիշտ է բաժանվելը կամ ամուսնալուծվելը, ընտանիքը ի վերջո ամենակարևոր բանն է, բայց ինքը երևի թե ավելի շուտ էր զգում այդ ամեն ինչը ինչ պետք է լիներ։ Եկավ ձեռքս վերցրեց, ասաց ես քեզ հետ եմ։ տանեմ, կամաց, քթի տակ ասում էր ցավը տանեմ։ Բայց այդ ամենաուժեղ ամենակարևոր բանն էր։
Այսօր տոնական ծրագիր է արի չկացել։ Ման, այ դու ինձ համար, որ ասացի ֆանտաստիկ մամա ես, անկեղծորեն եմ ասում, երբ որ ես հետևում եմ, թե դու Կայայիս հետ ոնց ես ճամփորդում, այս համերգը, այն երկճյուղ համերգը, այս երկիրը, տարվա ամենակարևոր սպասված օրերն են, որովհետև մնում ենք ես ու Կայան երկուսով վերջապես, ոչ ինձ են աշխատանքից խանգարում, ոչ իր դասերն են խանգարում, շատ գերծ առաբեռնված են երկուսս էլ ու այնքան ժամանակ իրար հետ չենք անցկացնում իրականում, ինչքան երկուսս էլ կուզեինք ու այդ մի քանի օր, 3 օրով, 4 օրով փախնելը ամեն ինչ արժե, որովհետև Կայանն էլ ինձ նման շատ սիրում է քայլել, այսինքն եթե հայտնում ենք ինչ-որ նոր քաղաքում, օրը 20,000 քայլ եւ ավել քայլում։ Դու երեխայիդ հետ ես, դու ընկերուհուդ հետ ես նաև։ Արդեն ընկերուհի է։ Այո։ Արդեն ընկերուհի է եւ ամեն ինչից խոսում ենք, նույն հետաքրքրությունները ունենք, նույն ուտեստներն ենք հիմնականում սիրում։ Ինչ ես ամենաշատը սիրում եմ, այդ իր համար եմ անում այդ հայացքը, որովհետեւ ինքը սիրում է նաև սուշի եւ այլն, ես չեմ սիրում։ Սիպացից հետ գնում է պիցա։ Ես մատուտով եմ, պապան միշտ ասում է Պապան է ինձ հետ էր շատ ճանապարհորդում, այսինքն ինքը ճանապարհորդում էր բացառապես աշխատանքային, հա, համերգներով, բայց միշտ աղջկան իր հետ տանում էր, ես առիթից օգտվող երեխաներից եմ եղել, մինչ այն պահը, երբ սկսեցի իր հետ արդեն աշխատել, որպես աշխատանք, հա, իր հետ շրջագայել, բայց Այն ժամանակ ասում էր, որ գնում էի free եմ ուզում պապ, ասում էր, это твоя последняя поездка, քո վերջին ճանապարհորդությունն է, բայց էլի տանում էր, որովհետև այն թուլությունը կրում էր, էլի։ Ման, իսկ Կայան օրինակ քեզ ինչ է սովորեցրել, որտեղ շատ բան մենք մեր երեխաներից ենք հիմա սովորում։ առավել եւս, դու գիտես, այդ որ ասում են միլենիալները են սերունդն են, որ լսել են իրենց ծնողներին եւ լսում են իրենց երեխաներին։ Մենք ենք այդ սերունդը։ Միշտ ամեն օր լսում եմ, շատ հարցերում իրեն եմ դիմում, ասում եմ, «Էս հիմա ինչ է», որովհետև այնքան շատ է ինֆորմացիան, մենք չենք հասցնում այդ ամբողջ ինֆորմացիային տիրապետել ու Կայան նույնիսկ Նեյան, եղբորս աղջիկը, ով ավելի փոքրիկ է, 6 տարեկան է, առաջին դասարանում է, բայց էլի իրեն էլ եմ հարցնում, ուզում եմ ոչ մի բանից հետ չմնամ, որովհետև ի վերջո մեզ մոտ թե մանկական ներկայացումներ են, թե ներկայացումներ են դպրոցականների, արդեն ավելի ավագ դասարանների համար ու պետք է շատ ճիշտ այդ ամեն ինչը կազմակերպել։ Հա, իրանք ժամանակի զարգերակն են քեզ համար։ Իրանք ինձ օգնում են, հա, Նեայի հետաքրքրություններին կողքից հետևելով, հասկանում եմ, օրինակ վերջին երկու ներկայացումը ինտերնետի դեմ պայքարի մասին են, որքան կարևոր են մարդկային հարաբերությունները, շփումները ու որ առանց ինտերնետ էլ կյանք կա, կամ վատ բան չի ինտերնետը, բայց այդքան շատ պետք չի ինտերնետից կախված լինել։ Այդ երկու ներկայացումն էլ հիմնականում երբ հետևել եմ ու հասկացել եմ ինչքան է այս ամեն ինչը մեզ ոչ միայն իմ, այլ իմ բոլոր ծանոթների, ընկերների, ընտանիքներում կռիվն է, ու փորձում եմ այս ներկայացումներով թատրոնով գոնե մի քանի ժամով կտրեմ երեխաներին այդ ամեն ինչից։ Այսինքն իմ բոլոր ներկայացումներում, հա, իմ հեղինակած ներկայացումներում այդ օրերի երևի արկա խնդիրներն են, որոնք տեսնում եմ։ Մեսեջները, որ պիտի հասնի տեղ։ Ման, այ մենք խոսում ենք, որ դու բրենդամոլ չես, ու շոփինգ չես սիրում։ Ասապարուսակը թանկ է, մի դիր, այդտեղ ասում 40 դոլար։ Գտել եմ TikTok-ի ինչ-որ շոփից։ Ման, ինչն է քեզ ուրախություն այսօր պատճառում, որ դու կարող ես այնց փոքր երեխայի պես թռչկոտաս։ Ճանապարհորդությունները, քնարիք։ Ես աշխատում եմ, միշտ ասում եմ, անպատասխանատու մարդ եմ, կարող էի արդեն մի քիչ մեծանայի եւ ավելի լուրջ ներդրումներ անել, հա, բայց չէ, գումարդ հավաքում ես ու հիշողություններ եմ հավաքում, գիտես, որովհետեւ ի վերջո այդ բոլոր կարևոր հիշողությունները, թանկ հիշողությունները ճանապարհորդությունների ժամանակ են ծնվում ու երբ որ մի այլ բաներ ասեմ, հա, երբ որ ես գիտեմ, որ օրինակ 4 ամսից որևէտեղ չեմ գնալու, իսկ այդ համերգները ինչի եմ, ես մի անգամից տոմսերը գնում, որ իմանամ, որ այդ 4 ամիս աշխատելու նպատակ ունեմ։ Գոնե կգնամ իմ սիրելի արտիստի համերգին ու հա, այդ վերջին տարիներին շատ հաճախ համերգների նպատակով եմ մեկնում հիմնականում ճանապարհորդությունների ու ընտրում եմ այնպիսի քաղաքներ, որտեղ չեմ եղել, որ կամ կայան չի եղել։ Ամենից տպավորիչը վերջի շրջանում համերգներ քեզ համար։ Վերջին համերգը շատ տպավորիչ էր, որովհետև իմ մանկության ամենասիրելի արտիստներն էին Boyz II Men, Toni Braxton, Dru Hill, Sisqó։ Դասարանում բոլորի
իմ դասընկերները հիմա գնային կծիծաղեն, որովհետև ես շատ լուրջ կռիվ էի անում, ով ինձ կգտնեի Cisco-ի պոստերը, հիշում ես այն ժամանակ։ Oops, cool ամսագրեր կային, որոնց կենտրոնում պոստերներ էին ու վայ, հանկարծ Eminem-ն ու Cisco-ն նույն տեղը ընկնեին, չգիտեի որ կողմից ու փոխում էի, ես ուրիշին իմ պոստերն էի տալիս, Cisco-ին է վերցնում, papan Ամերիկայից բերում էր Cisco-ի CD-ները, ժամանակ շատ դժվար էր գտնել Հայաստանը ու տեսնում եմ իմ մանկության Cisco-ին, Drew Hill-ին, բեմում, Joe, մի խոսքով, այսպես R&B հայտնի երգիչների խմբերի համերգներ, Xmas Christmas Ball։ Ոնց էիր գտել, դու ես միշտ պեղում այդ համերգները քեզ համար։ Պեղում, հա, չգիտեմ, բոլոր համերգներին ուզում եմ լինել։ Իմ սիրելի արտիստների շատ լավ էմոցիաներ ստացա, շատ։ Ման, այս նայում էի, վերջի արդեն Գրիգորիչի հիվանդ էր, բայց դուք միասին մեկնել էիք հանգստի։ Ղեկավար լինելը իմ համար նախ դա որոշում կայացնելն է, որը շատ բարդ բան է։ Ամեն մեկ այս կյանքում չի կարողանում որոշում կայացնել, որովհետև դա մեծ պատասխանատվություն է, դու պիտի կարողանաս այդ որոշումը կայացնես։ Իսկ որոշում կայացնողների հետևից միշտ մարդիկ գնում են։ Այ դու ինձ համար կարողանում ես ու ամենաճգնաժամային պահին դու այդ ուժը գտնում ես որոշում կայացնելու։ Այդ ինձ թվում է քո որոշումն էր։ Շատ կզարմանաս։ Չէ։ Չէ։ Պապայի որոշումն ա եղել առաջին անգամ կյանքում։ Առաջին եւ վերջին ընտանիքով գնալ հանգստանալու։ Երևի զգում էր։ Իրականում ես ինչ եղավ։ Մենք սեպտեմբերից բուժումը ստանում էինք, շատ ծանր բուժում էր։ Ու դեկտեմբերին երբ գնացինք ստուգման, դեկտեմբերի 1-ին այսօրվա պես հիշում եմ, ինձ երջանիկ օր էր շատ, որովհետև բժիշկը ասաց, որ օրոսկը փոքրացել է չափերով, այսինքն բուժումը շատ դինամիկ աշխատում է եւ այլն։ Մենք այնքան ուրախ էինք, վերածնվեցինք ամբողջ ընտանիքով։ Պապան դեռ շատ վատ էր, շատ ուժեղ ցավեր ուներ, բայց էմոցիոնալ վերջապես սկսեցինք այդ 3 ամիս խայտարակ օրերից հետո մի քիչ շնչել ու ասեց գնանք, ասում ենք պապ լավ չես զգում, իսուր պետք չի, մի քանի ամիս թող անցնի նոր, ասեց չէ։ Առաջին անգամ, որ մենք ուղղակի գնացել ենք հանգստանալու ընտանիքով, մեր ընտանիքը, եղբորս ընտանիքը ու մի ամիս չանցավ, եղավ ինքը զգում էր։ Չգիտեմ, որովհետև շտապում էր։ Չէր զգում, ինքը մտածում էր, որ ապրելու է իրականում, ինքը հավատում էր, որ ամեն ինչ լավ է, մինչև արդեն շատ վերջին օրեր, բայց պնդեց, հասկանում ես, որովհետև ես էլ էի աշխատանքի, եղբայրս էլ դեկտեմբերի վերջ էր, այսինքն մեր գրաֆիկները այսպես ամանորյա էին, շատ անհարմար էր, ավելի նախընտրելի կլիներ այդ ամեն ինչից հետո գնալ, ասաց ոչ, պնդեց դե պապայի խոսքը օրենքա, հա, ու ինչ լավ է գնացինք, թեև շատ վատ էր զգում, բայց քայլում էր, ամեն երեկո դուրս էին գալիս քայլելու, ու էլի կարևոր է այդ հիշողությունները պահպանել ու փայփայել։ Ման, դու քո որոշումները կայծակնային ես կայացնում։ Հա, երևի։ Հա, շատ երկար չեմ մտածում։ Անգամ դրանով երևի պապային շատ նման եմ, որովհետև պապան էլ էր շատ արագ էր որոշում կայացնում։ Ոչ մեկի հետ չես խորհրդակցում։ Չէ երևի։ Չէ, լինում է տարբեր նախագծեր կան, որտեղ պետքա երաժշտական մասնագետի կարծիք կամ այլ, բայց գլոբալ մեծ նախագծերի առումով արագ են որոշումները կայացնում, հետո սկսում են փնտրել այն մասնագետներին, որոնց հետ իրականացնելու եմ այս ամեն նախագիծ։ Ման, իսկ մտերիմ ընկերներ, քեզ հոգուտ ընկերներ ոնց ես ընտրում։ Ովքեր են քո մտերիմները։ Շատ հետաքրքիր է, որ մտերիմ ընկերս տղա է, Տիկոն, բոլորը գիտեն իր մասին, մենք մանկության ընկերներ ենք ու արդեն 20 տարի, ասում եմ պետք է նշենք մեր 20-ամյակը, չնայած 20-ն անցել է արդեն, բայց պետք է նշենք, մենք միասին Հանրային հեռուստաընկերությունում էինք, որպեսզի այսպես 16-17 տարեկան երեխաներ սկսում մեր կյանքը, մեր ուղին ու
ինքն է միշտ իմ կողքին, դժվար պահերին։ Մտերիմ ընկերը ինքն է եւ քույրս ու եղբայրս։ Ու արդեն կայան։ Շուտով հուսով եմ նաև եղբորս աղջիկը։ Ինչն է մարդկանց մեջ ամենից շատ կարևորում ու գնահատում։ Ազնվությունը, ձևեր չթափելը։ Գիտես, անգամ եթե գիտես դիմացինի հաճելի չի լինի դա լսել, օրինակ, այս շրջանում ինձ հարմար չի այս նախագծին մասնակցել կամ ինձ այս շրջանում հարմար չի գալ թատրոն ներկայացման։ Ուղիղ ասա, ես չեմ վիրավորվի, բայց երբ որ ստում ես, ասում ես, այս ամիս չեմ, այս ամիս շաբաթ չեմ, շաբաթ միանգամից փլուզվում է քո կերպարը իմ մոտ, որովհետև ես գիտեմ ազնիվ պատասխանը, գիտեմ, որ քեզ հիմա հարմար չի, միանգամից ասա, մի ստիր, ես օրինակով բերում եմ, բայց շատ տարբեր, հա, իրավիճակներում լինում են նման բաներ, որ միանգամից այդ մարդու այսպես կերպարը փլուզվում է ինձ մոտ։ Ազնիվ ասեք են, ինչ մտածում եք։ Իսկ սուտն է քեզ հիասթափեցնում ու էլ ինչ, երբեմն մենք շատ փոքրիկ, օրինակ ես փոքրիկ նյուանսների ուշադրություն եմ դարձնում, որ ինձ թվում է, որ մարդու հենց էության մասին է խոսում։ Այդ փոքրիկ նյուանսները քեզ համար կարևոր են։ Մարդու մեջ։ Հա։ Ես շատ արագ եմ նկատում բաներ, որոնք անգամ մերոնք, հա, մի քանի շաբաթ հետո են տեսնում, ասում են, ոյ ոնց ես միանգամից տեսնում եմ, այն ինչ շատ փոքր դետալներ, փոքր նյուանսներ նկատող եմ, անգամ ֆիլմեր դիտելիս կամ ներկայացումներ նայելիս, նույնը մարդկանց մեջ ռուսերեն արտահայտություն կա, naskvoz vizho, այսինքն միանգամից այսպես ռենտգեն եմ անում մարդուն ու հասկանում եմ ինքը ինչի է ընդունակ, ինչում պետք է զգույշ լինել կամ ամբողջությամբ վստահել եւ ընկերություն անել։ Այ գիտեմ, դու ասացիր, որ ճամփորդել շատ ես սիրում։ Հիմա մարտին ինչ ես անում ամսի 6-ին 7-ին գալիս ես Դուբայ։ Ինչ ես առաջարկում։ Գնում ենք Դուբայ։ Գնում ենք Դուբայ։ Ու կոչ եմ անում եւ քեզ եւ մեր բոլոր հեռուստադիտողներին, հետևորդներին, որ մեզ միանան մարտի 6-ին եւ 7-ին գնում ենք Դուբայ։ Ինչու՞։ Որովհետեւ մեր սիրելի ընկերները, Մուրադյան եղբայրները կազմակերպում են ամենից մեծ մեգա միջոցառում 2026 թվականին Summit 2026 Business Forum Coca-Cola Arena-ում 13000 մարդ աշխարհի տարբեր անկյուններից պետքա գա այդ Business Forum-ին, որին մասնակցելու են աշխարհահռչակ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը։ Գիտեի լսել ես Ջեյմս Քեմերոնը։ Ռոբերտ Գրինը, ով իշխանության 48 օրենքները գրքի հեղինակն է, որը որ կարդում են նախագահները եւ հսկայական ձեռնարկությունների ղեկավարները։ Ուրեմն շախմատիստ Մագնուս Կարլսոնը, որը աշխարհահռչակ շախմատիստ է, ու իր նեղ գաղտնիքներով է կիսվելու այդ Business Forum-ի ժամանակ, հա, պատկերացրու ինքն էլ է լինելու, գնում ենք։ Եվ էլի աշխարհահռչակ դեմքեր շատերի հետ հիմա դեռ իրենք զրույցներ են վարում, որպեսզի ներկա լինեն։ Մարտի հիշեցիր 6-7 Coca-Cola Arena 13000 մարդ աշխարհի տարբեր ծայրամասերից, բայց հայերը պիտի լինեն առաջինը, որտեղ դա անում են Մուրադյան եղբայրները։ Վերջացա։ Գալիս ես։ Բայց ինչ լավ է, որ հայերը տենց մեծ միջոցառում են։ Բա իրենք գիտես, չէ, անցյալ տարի մենք իրենց նկարեցինք ու իրենք անկեղծ եմ ասում Գինեսի ռեկորդ էին սահմանել, որովհետև աշխարհի մասշտաբով իրենք իրանցկանացրել էին ամենամեծ բիզնես ֆորումը, իսկ անցյալ տարի հյուրեր եկել Լյուկ Բեսոնը, Ռոբերտ Կիոսակին, $55-ից է տոմսերը սկսվում, շտապեք, որ հայերս շատ լինենք։ Բա պիտի լինենք, իհարկե։ Կեցեն Մուրադյան եղբայրները, կեցեն Մեգա Կամպուս 2026-ը 13000 հոգի, պիտի արդեն ռեկորդ սահմանել են, մենք էլ հայերի ներկայությամբ ռեկորդ սահմանենք։ Կանցից բիզնեսի գաղտնիքները։ Ես ուզում եմ որ շնորհավորենք Իտալ Սոլարի անունից բոլորի ամանորը 2026 թվականը բոլորիս համար լինի հարմարավետ, ուրախություններով լի, երջանկության տարի եւ դրա հետ մեկտեղ ուզում ենք ասել, որ զանգահարելով 8128 հեռախոսահամարին ստանում եք անվճար խորհրդատվություն, անվճար նախագիծ եւ դադարում եք առհասարակ մտածել հոսանքի գումարի մասին։ Ընդհանրապես չեք վճարում, որովհետեւ դուք ունեք Իտալ Սոլար, ապրում եք խաղաղ, ուրախ եւ երջանիկ։ Մի քիչ խելք եմ մաղթում այսքանը։ 812 Իտալ Սոլար շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։
Մաման ինչի՞ց է ուրախանում։ Վայ մաման այնքան քիչ բանից է ուրախանում, բայց հա շատ եմ սիրում ու երևի հա հիմա ամեն ինչ անում եմ, որ տենց իրան ինչ որ հետաքրքիր անակնկալներ տարին մի քանի անգամ անեմ։ Իմիջիալս ինձ ոգեշնչել էի, որովհետև ես տեսնելով ձեզ երազանք ունեցա այս տարի ես մամաս Նատալին, աղջիկս գնացինք Իտալիա։ Ուզում եմ ասեմ դու ոչ միայն քեզ համար ես անում, այլ մեզ ես ոգեշնչում։ Լավ անցավ, չէ։ Հա, հրաշալի։ Շատ հայեր, շատ մարդիկ ունեն երազանք, որովհետև իրենց երազանքը դա Միացյալ Նահանգներն են, ու այդ ամերիկյան երազանքին հետևելը։ Ու հիմա կա փայլուն հնարավորություն, ուրեմն Star Life Group-ը, որը որ Ֆլորիդայում, Մայամիում իրականացնում է ֆանտաստիկ նախագիծ, բացառիկ նախագիծ, որը կոչվում է 21 Հոլիվուդ, առաջարկում է EB5 վիզայի տարբերակ ձեռք բերել։ Ինչա իրենից դա ենթադրում։ Ուրեմն, եթե դու ունես $800,000, դու կարող ես ներդնել այդ 21 Հոլիվուդ նախագծում, որը իր ճարտարապետական լուծումներով բացառիկ է։ Ինքը բնակելի համալիր է, դու կարող ես այդ 800,000-ը ներդնել այդ նախագծում, 3 տարի հետո ստանել այդ գումարդ ետ, ունենալ 1% շահույթ, այսինքն որը մոտավորապես կազմում է 24,000 ԱՄՆ դոլար։ Ու պլյուս դրան դու քո ամբողջ ընտանիքով ձեռք ես բերում green card եւ հետագայում արդեն քաղաքացիության համար դիմելու իրավունք։ Այսինքն EB5-ը դա մի ծրագիր է, որը քեզ հնարավորություն է տալիս ապրել Միացյալ Նահանգներում օրինական ճանապարհով։ Star Life Group-ի շնորհիվ, իդեպ հիմնադիրները հայեր են, այնպես որ թողնում եմ հեռախոսահամարը եւ կայքը, եթե դուք էլ ունեք երազանք հետևելու ձեր ամերիկյան երազանքին, ապա առաջ միայն այսպիսի օրինական ճանապարհով։ 3 տարի հետո հետ կգաք, բայց Ձմեռ պապը ձեր նվերները որտեղ էր պահում։ տոնածառի տակ, հա, նենց լավ էին կազմակերպում, ձմեռ պապն ու ձյունանուշը, ձմեռ պապն ու ձմեռ տատը այս դեպքում, որ ես ու եղբայրս չէ, հենց ամանորի կեսգիշերին, այսպես նայում էինք, թաքում, վստահ էինք, որ իրանք են մաման պապան են տեղավորում, թարթում էինք կար։ Ոնց էին անում։ Այդ ակնթարթը ոնց էին զբաղեցնում։ Երևի ձմեռ պապներ բերում։ Իսկ ամանորը քեզ համար մինչև այսօր կա այդ հրաշքի սպասման զգացողությունը։ Հասմա մեծացա դառա ձմեռ պապ։ Ձմեռ պապը դու ես արդեն այդ հրաշքին սպասում են երեխաները։ Հա, իրանց համար ենք հիմա փորձում այդ մեր մանկության ամանորի այդ հրաշքը բերել, փոխանցել։ Շատ դժվար է այսօրվա երեխաներին զարմացնել։ Մենք մի կոնֆետ, մի խաղալիքից փոքրիկ ուրախությունները ուրախանում ենք։ Հիմա չես զարմացնի ու շատ դժվար է ընտրել նվերներ, թե մայրիկի կողմից, թե ձմեռ պապիկի։ Բայց փորձում ենք ինչքանով հնարավոր է։ Այս տարի Երգի թատրոնում տոնածառը, հայ յոլկաները, ամանորյա ներկայացումները կոչվում է ամանոր առանց Wi-Fi։ Ու հենց պատմում ենք այն մեր 90-ականների ամանորի մասին ու փորձել ենք ներկայացումով այդ ամբողջ ջերմությունը, տաքությունը, մարդկանց իրար սիրելը, ընտանիքների ամբողջական լինելը, իսկապես բոլորը այդ օրերին սիրում էին իրար։ Ուզում եմ վերադառնան այդ տարիները գոնե սիրո ու բարության առումով, ջերմության, մարդկային շփման ու հարաբերությունների։ Հենց դրա մասին էր ու այսօրվա երեխաներին, արդեն այսօրվա սերնդին պատմում ենք, թե ինչպիսին էին նոր տարիները մեր ժամանակ։ Ասում եմ այդ հրաշքը ջերմությունը վերադառնա, որը մարդկանց ձեռքում է իրականում, որովհետև մենք հիշում ենք շփումները, ընտանեկան հավաքույթները, որոնք հիմա չեն լինում, 1-2 օր։ Իսկ այն ժամանակ մինչև հունվարի 13-ը նոր տարի էինք անում։ Ամեն օր։ Հիմա խմելու ենք սիրով լի ֆրունզիկ, պահելու ենք երազանքներ 2026-ի հետ կապված,
դրա համար եմ եկել։ Որովհետև գիտես, անկեղծ եմ ասում, տանիքում պահված երազանքները, երբ որ մենք երկնքին մոտ ենք, շատ արագ են հասնում։ Առավել եւս այս ամանորյա Այո, երազանքները։ ամանորի գիշերը երազանք պահեք։ Այս օրերին երազանք պահեք ու հաստատ վստահ եղեք, որ ձեր երազանքը կիրականանա։ Ես հավատում եմ։ Համտեսիր։ Լավներ չէ։ Շատ։ Ամանորը դիմավորեք Ֆրունզիկով։ Իսկ հիմա ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն։ Մտքով թե սրտով։ Մտքով։ Վերջին անգամ երբ ես լաց եղել։ Այսօր առավոտյան։ Վերջին անգամ ում ես ասել, ես քեզ շատ եմ սիրում։ Աղջկաս։ Ում ես շատ կարոտում։ Պապային։ Սերը տարիների հետ տրանսֆորմացիայի ենթարկվում է, սիրելու ձևը փոխվում է։ Չէ։ Չէ։ Չէ, էլի կարող ես ցանկացած տարիքում խենթի պես սիրահարվել, 18 տարեկան զգալ քեզ։ Ու 18 տարեկանում էլ կարող ես շոթասուն սեր զգաս։ 2026-ից ինչ ենք խնդրում։ Խաղաղություն մեր երկրին, շատ հնարավորություններ, որ բոլորս կարողանանք էլ ավելի լավը դարձնենք մեր հայրենիքը ու բոլորս մնանք այստեղ, չհեռանանք, ով էլ հեռացել է ինչ-ինչ պատճառներով վերադառնա ու միասին զորացնենք Հայաստանը, իսկ մարդկանց հայերին մաղթում եմ խաղաղություն, ներքին խաղաղություն, որ ամեն առավոտյան արտանան ու զգան, որ ամեն ինչ շատ լավ է։ Հաղորդման գործընկերն է Իտալ Սոլարը, Պրոշյանի գինեգործարանը իր ֆրունզիկ գինիներով, Ամիո բանկը, Star Life ընկերությունը, Musa Production, սրտի տանիքներով։ Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին։